Բարև բոլորին, դուք միացել եք Self-Discovery in Armenian կամ ինքնաբացահայտումը հայրենով ոդկասթին և այսօր խոսելու եմ Լուսինեի հետ։ Լուսինեն հանդիսանում է Բրիտանիայի կողմից սերտիֆիկացված հոլիստիկ մարմնի և մաշկի խնամքի ֆորմուլատոր, ինչպես նաև ռեյկիի մասնագետ, face yoga-ի, այսինքն դեմքի յոգայի ուսուցիչ, լավ բրենդի համահիմնադիր։ Լուսինեն նաև հիմնադրում և կազմակերպում է բազմաթիվ ռիթրիթներ, ինչպես նաև աշխատում է մարդկանց հետ անհատապես, և Լուսինեի հետ այսօր խոսելու ենք տարբեր հոգևոր spiritual թեմաներից։ Լուսինե ջան, ողջույն։ Ողջույն։ Նախ շնորհակալ եմ, որ եկել ես, և կուզեմ, ես քեզ այսպես հակիրճ ներկայացրեցի, բայց կուզեմ նաև դու ներկայացնես քո անցած ճանապարհը և ինչպես ես հայտնվել հենց հոգևորության, այսպես spirituality ճանապարհին։ Մերսի նախ Գրետա ջան, այս հրավերի համար ու opportunity-ի, որ այսօր խոսելու ենք մեր հասարակությանը ոչ ծանոթ ու ոչ սովորական թեմայից։ Այս ճանապարհը ես կփորձեմ մի քիչ կարճ ներկայացնել, հաշվի առնելով մեր վերջին 1.5 ժամանոց զրույցը։ Իրականում իմ բեքգրաունդը ֆինանսների մեջ էր, մի քանի տարի այդտեղ աշխատելով, հետո կրթական ոլորտում աշխատելով, հասկացա, որ ես իմ ներսի այդ ցանկությունը ուղղակի մերժում եմ ու սենց հոսանքով գնում եմ ու վերջապես որոշեցի անել այն, ինչ որ ես սիրել եմ մանկուց, կարելի է ասել 11-10 տարեկանից, երբ որ խոհանոցում ինչ որ բաներ էի բզբզում, տարբեր բաներ խառնելով, ինչ որ դիմակներ, բնական եւ այլն եւ այլն։ Ու այդպես որոշեցի այդ իմ ցանկությանը երազանքին, հա, գիտական, այսպես ասեմ, ընդունվեցի բրիտանական ֆորմուլատորների դպրոց, օրգանական ֆորմուլացիա եմ որտեղ սովորեցնում, 4 տարի այնտեղ գնաց, որի համար շատ ուրախ եմ եւ շատ շնորհակալ եմ ինձ, որ վերջապես լսեցի իմ սիրտը։ Եվ այդպես բոլորից քաչ հայտնի COVID-ի ժամանակներում փոքրիկ լապ կառուցեցի ինքս, այնց շատ սիրուն մի հատ կյանքի հատված էր, վինտաժ կահույքով եւ այլն, հետաքրքիր պատմություն ուներ, ու որտեղ արդեն ես իմ կախարդանքն եմ ստեղծում, այսպես ասած, տարբեր ֆորմուլաներ, բնական հիմքով իհարկե, բայց որի մասին դեռ հասարակայնորեն չգիտեմ ինչի չեմ խոսում։ Այո, դա այդ մի կողմը, մյուս կողմը ռեյկին է, հա, ավելի սենց ոգեղեն, եթե տեսանկյունից նայենք, ինչպես ես եկա այդտեղ, ինձ թվում է ամեն ինչ սկսվեց շնչառական թերապիայից, հետաքրքիր փորձառություն ունեցա եւ այդ միջից էներգիան, որի գերավելցուկն էի միշտ զգում ու շատ հարցերում ինքը ինձ խանգարում էր, զգացի, որ դա վերջապես պետքա իօգուտ տամ։ Չնայած երբ որ մենք ասում ենք ռեյկի, մենք երբեք չենք օգտագործում սեփական էներգիան, մենք հանդիսանում ենք որպես հաղորդակից, հա, մեր միջոցով է դա անցնում դիմացինին ամոքելու համար։ Ամեն դեպքում ես սովորեցի ու այդ էներգիայի գերավելցուկի խնդիրները ուղղակի անցան։ Ձեռքերս էին այրվում եւ այլն, տարբեր, չգիտեմ, էլեկտրոնային սարքավորումներ էին փչանում շատ հաճախ ու ուղղակի դա վերջացավ։ Հենց ես սկսեցի զբաղվել։ Դա այդպես, ու հա, վերջ տալով այդ կորպորատիվ 9-ից 6 կյանքին, հիմա ես գտնվում եմ կյանքիս այն փուլում, որ վերջապես հետևում եմ իմ սրտին ու շատ ուրախ եմ դրա համար։ Եթե տենց կարճ հա ներկայացնենք, հա։ Լավ, հիմա խոսեցի ռեյկիի մասին, ինձ թվում է շատերս լսել ենք, հատկապես որ հիմա տրենդային է դարձել շատ, բայց ինձ թվում է մարդկանց մեծ մասը չգիտի կոնկրետ ինչ է ռեյկին ու ինչ է իրանից ներկայացնում։ Հիմա եթե մի հատ պարզ բացատրենք ամենասենց հասանելի լեզվով, որ մարդիկ պատկերացնեն ինչ է դա, ինչ տեխնիկա է։ Հա, ես իրան կփորձեմ շատ պարզ բացատրել առանց տենց տերմինների եւ այլն։ Ինքը ճապոնական մեթոդ է, ճապոնական մեթոդ է, ինչ է ընդհանրապես ռեյկին, հա, նշանակում, ռեյը դա, սենց ասենք, իմաստությունն է, կին կամ չին, կին ճապոներեն կամ չին չինարենում, գիտենք, այդ էներգիան է,
Հնդկաստանում պրանան է, հա, օգտագործվում է։ Այսինքն այդ տիեզերական էներգիան հաղորդելու միջոց է։ Մենք որպես practitioner, այսինքն ռեյկի անողը հանդես է գալիս, կոպիտ ասած, որպես սրվակ, որի միջոցով այդ էներգիան անցնում է եւ փոխանցվում է ձեռքերի միջոցով մարդուն։ Բոլորս գիտենք, լսել ենք երևի այդ life force energy-ի մասին, հա, այդ մեր կենսական էներգիան է, նույն չին, պրանան, տարբեր մշակույթներում տարբեր ձև է կոչվում, այն ինչ որ ստիպում է մեզ մոտ ամեն ինչ շարժվել։ Արունը, մարսողական համակարգը եւ այլն, չգիտեմ, հիմա շատ բժիշկներ երևի ինձ կքլնգեն, բայց հա, դա այն տիեզերական էներգիայի միջոցով ամոքումն է։ Այդ էներգիան մենք բոլորս ունենք մեր մեջ, մենք ինքներս կարող ենք մեր բուժողները լինել, բայց երբեմն տարբեր հատվածներում, ստրեսներից, հա, կյանքի տարբեր տեսակի իրավիճակներում գտնվելիս այդ էներգիաները բլոկավորվում են։ Իսկ երբ ենք մենք հավասարակշռված, բալանսի մեջ, երբ որ այդ էներգիան մեր մեջ ուղիղ, սիրուն, շրջանաձև հոսում է եւ ոչ միտեղ բլոկներ չկան։ Ռեյկին ինչ է անում, օգնում է, որ մեր էներգիան գեղեցիկ կերպով հոսի մեր մեջ, ինչպես նաեւ հանգստացնում է, տարբեր տեսակի ստրեսներից է, օգնում է այդ ստրեսները մեր միջից դուրս գան, տալիս է հանգիստ քուն։ Երբեմն տևական սեանսներից հետո վատ սովորություններից են մարդիկ հրաժարվում, կուտակված ստրեսն է դուրս գալիս տարբեր տեսակի ձևով։ Այսինքն ռեյկին ոչ միայն մենք կարող ենք ուղղել մարդուն, այլ նաեւ կարող ենք ուղղել տարբեր իրավիճակներին։ Կարող ենք մենք ռեյկի փոխանցել հեռավորության վրա։ Այսինքն շատ կարևոր է այդ intention կոչվածը, ու քանի որ էներգիան ժամանակ, տարածություն չի ճանաչում, նաեւ ռեյկի կարելի է ուղարկել անցյալ տարբեր տեսակի իրավիճակներին, գալիք իրավիճակներին, անշունչ առարկաներին, այսինքն իրա օգտագործման այդ սպեկտրումը շատ լայն է։ Կարևորը ուղղված լինի ի բարություն։ Այդպես, եթե կարողացա, չգիտեմ, հակիրճ ձևով, հա, իրան ձևակերպել։ Տեխնիկաներին, եթե ուզենաս, կանդրադառնանք հետո։ Շատ հետաքրքիր էր։ Նշեցիր, որ մարդու էմոցիաները շատ հաճախ, երբ որ մենք չենք կարողանում հանգիստ ձևով ապրել, այդ էմոցիաները թույլ տալ, որ այդ էմոցիաները գոյություն ունենան, ներկա պահում մենք իրանց ինչ որ միտեղ մեր մարմնի մեջ դնում ենք, փակում ենք ու դրա պատճառով կարծում եմ լինում են բազմաթիվ խնդիրներ, թե առողջական, թե այսինքն թե մտավոր, թե ֆիզիկական առողջության հետ կապված, երբեմն ցավեր են լինում, մկանային, ինչ որ կոնկրետ մի օրգանի հետ կապված, դու նաև face yoga-ով ես զբաղվում։ Արդյոք հնարավոր է face yoga-ն օգտագործել դեմքի մկանների մեջ թաքնված այդ էմոցիաները բաց թողելու համար, ինչքան ժամանակ է դրա համար պահանջվում, ու ունես նման օրինակ փորձ, որ աշխատել ես ինչ-որ մեկի հետ կամ տեսել ես նմանատիպ փորձառություն, դու կարող ես կիսվես դրանով։ Անդրադառնալով դեմքի յոգային ու ընդհանրապես երևի սկսեմ հոլիստիկ մոտեցումից, հա, ընդհանրապես դեմքի խնամքի հոլիստիկ մոտեցումը ինչ է, երբ որ մենք մարդուն չենք ընկալում որպես դեմք։ Այսինքն միայն դեմքի վրա չենք կենտրոնանում, հոլիստիկը ինչ է, մենք ընկալում ենք մարդուն որպես մի ամբողջություն, այդ mind, body, spirit, հա, այդ բոլոր եռյակը միասին ու շատ կարևոր է այդ 3 դրսևորումներ, այտենց կոչենք, հա, իրենց հետ աշխատանքը։ Այսինքն չես կարա դու մենակ կենտրոնանաս արտաքին տեսքի վրա ու ասես, հա, դու գեղեցիկ ես, այդ ամեն ինչը պետք է սկսել ներսից։ Այսինքն մեր դեմքը ոնց որ քարտեզ լինի նրա, թե ինչա տեղի ունենում մեր ներաշխարհում, մեր հոգևորում, մեր հոգեկան աշխարհում, հա, մեր մտավորում, ու հետաքրքիր է, որ օրինակ կան հաճախորդներ, երբ որ գալիս են անհատական դեմքի յոգայի
սեանսների, շատ կարևոր է դու հասկանաս այդ մարդը ինչ ճանապարհ ա անցել, մի փոքր իրան ծանոթանաս, իրա կենսակերպին ծանոթանաս, հասկանաս նստակյաց ա, ստրեսային ա ու հետաքրքիր ա, որ հետաքրքիր դրսևորումներ կան դեմքի տարբեր հատվածներում, հա։ Ենթադրենք, եթե overthinker ա մարդը, ինչ-որ Կիկոսի մահի պատմությունների մեջ ա, ամեն ինչ սենց ծայրահեղացնում ա, հիմնականում այս միջհոնքային շատ արտահայտված Կնճիռներ, հա։ կնճիռներն ու ծալքերը, կնճիռ բառը չեմ սիրում, հենց ծալքեր ասենք, հա, շատ ստրես ունեցող մարդկանց մոտ, օրինակ, շատ լարված ա լինում ծնոտը, այս հատվածներում ենք մենք աշխատում։ Ու անդրադառնալով քո հարցին, դեմքի յոգան միայն դեմքի մկաններ մարզելու մասին չի։ Շատ կարևոր ա, որ մենք սկսենք մարդու ներաշխարհից, այսինքն ընդեղ երկկողմանի աշխատանք ա գնում, որովհետև մինչև սկսելը հենց դեմքի վարժություններ անել, մենք մի փոքր սենց grounding պրակտիկա ենք անում, մենք շնչում ենք ու բերում ենք հաճախորդին, այցելուին ներկա պահ։ Դա շատ կարևոր ա, որ էն ինքը ինչ որ այդ պահին անում ա, ինքը դա զգա, մտքերով լինի իր հետ, իր դեմքի մկանների հետ ու հասկանա այդ լարվածությունը որտեղից ա գալիս, որովհետև մեր դեմքը, ոնց ասեցի, քարտեզն ա, թե ինչ ա տեղի ունենում մեր ներսում։ Դրա համար ինքը զուգահեռ աշխատանք ա ու ռեյկին իրականում ոչ միայն ռեյկին, տարբեր սենց ոգեղեն պրակտիկաներ, հա, շատ են օգնում մեր հանգիստ դեմքի արտահայտությանը։ Երբ որ մենք ներկա ենք գտնվում, մենք նաև ներկա ենք գտնվում մեր դեմքի արտահայտություններում։ Սկսում ենք զգալ ճակատի մկանները, կենտրոնանում ենք, թե ինչքան անիմաստ տեղը ինքը լարված ա։ Երբ որ մենք ուղղակի կարանք մեր դեմքը հանգստացնենք, ես այդ փոփոխությունը նկատել եմ ինքս իմ դեմքի վրա։ Երբ որ տենց միանգամից չի, ինչ-որ ժամկետային նկարներ նայելով զգացել եմ ճակատս ա ինչքան հանգիստ դարձել ավելի, աչքերիս արտահայտությունը ու ինձ թվում ա իմ ամենացավոտ այդ միջհոնքայինը, որը 11-12 տարեկանից ես ուղղակի ունեի այդ գծիկները, հիմա իրանք ավելի լավ վիճակում են Հիմա գտնվում, չկան։ սենց չէ, իրանք կան իրականում, բայց ես սովորել եմ դեմքիս արտահայտությունը ոչ թե ղեկավարել, այլ ուղղակի դեմքս հանգիստ պահել։ Դա շատ կարևոր ա։ Կարող է ես մի քիչ շատ շեղվեցի, բայց Չէ, չգիտեմ, ինձ հա, թվում ա շատ լավ էր, պատասխանեցի, հա, հա, շատ հարցին։ հետաքրքիր էր, այդտեղից իմ մոտ հարց առաջացավ, որովհետև նշեցինք, մի քիչ մի փոքր խոսեցինք գեղեցկության մասին, հա, ինչ է առհասարակ գեղեցկությունը, ինձ թվում ա շատ սուբյեկտիվ ա գեղեցկություն ասվածը։ Ես էլ քո հետ համամիտ եմ, որ իրականում գեղեցկությունը ինքը միայն մարդու արտաքին տեսքը չի, այսինքն բազմաթիվ տարբեր ֆակտորներ իրար հետ միասին կազմում են այդ գեղեցկություն ասվածը։ Կարծում եմ Հայաստանում առավել եւս ամբողջ աշխարհում էլ հիմա շատ խեղաթյուրված է այդ գեղեցիկի հասկացությունը եւ ավելի շատ ասոցացվում է այսպես ավելի անբնական միջամտված գեղեցկության հետ, Հա։ այսինքն մարդիկ հատկապես աղջիկները, հիմնականում կանայք եւ աղջիկները փորձում են փոխել իրենց քիթը, իրենց այտոսկրերը, տարբեր մարմնի հատվածներ, անում են բազմաթիվ վիրահատություններ, որոնք հիմա դարձել են շատ հասանելի ու տարածված, այսպես ամեն երկրորդը անում է ինչ-որ միջամտություններ, ու երբ որ ես նայում եմ, թե ինչքան տարածված է, իսկապես ինձ համար շատ ցավալի է, որովհետև կարծում եմ, որ ամեն մեկս այնքան յուրահատուկ ենք ու մեր արտաքինն էլ այնքան յուրահատուկ ա, ոնց որ ասում ես, այդ ներքինի դրսևորումն ա, եւ իրականում բնականաբար արտաքինն էլ դինամիկ ա ու փոխվում ա ժամանակի ընթացքում տարբեր պրոցեսների ազդեցության տակ։ Ինչ ես կարծում, օրինակ, այս էպիդեմիան, հա, այդ վիրահատությունների ու արհեստական գեղեցկության, ինչպես կարող ենք հաղթահարենք ու ինչ ես կարծում, որտեղից ա դա գալիս, հատկապես Հայաստանում։ Հա, շատ լավ հարց ա, ստեղ մի հատ շատ կարևոր ես բան եմ ուզում շեշտել,
ու որը ես անընդհատ շեշտում եմ ռիթրիթների ու մեր այդ կանացի հանդիպումների ժամանակ տարբեր տեսակի միջամտություններ, երբ որ կինը, աղջիկը եւ ընդհանրապես մարդը անում է, շատ կարեւոր է հասկանալ, որ դա այդ իր ընտրությունն է ու պետք չի միանգամից այդ մարդուն քննադատել։ Այսինքն քննադատողությունը, այդ judgmental վերաբերմունքը, որ մեր հասարակության մեջ շատ խորացված նստած է, պետք է հասկանանք, որ պետք չի միանգամից այդ մարդու վրա, հարձակվել, դա իր ընտրությունն է, օքեյ, ինքը դա արել է, իրան էդպես երջանիկ ա զգում, միգուցե ինչ-որ բան մերժելով ա դա արել, ոչ թե ընդունել սիրելով, դա այդ մարդու անցած ճանապարհն է, որը պետք է ընդունել, հարգել։ Ուրիշ բան ա, թե ինչու ինքը այդ ընտրության եկավ, հա։ Շատ կարևոր է, օրինակ, երբ որ հաճախորդներ են գալիս, մասնակիցներ են գալիս, կան իհարկե մասնակիցներ, որ տեսնում ես ինչ-որ միջամտություններ են արել ու փորձում ես դու հասկանալ ինչ տվեց իրան այդ միջամտությունը։ Ինքը իրան ավելի գեղեցիկ զգում է, ավելի ինքնաբավ զգում է եւ ընդհանրապես ինչու համար ա դա արվել։ Իր համար, թե ինչ-որ հասարակության նորմերին, չգիտեմ, համաչափ այդ տրենդների հետ քայլելու համար։ Մի քանի հարց կա, որ ինձ թվում ա մարդ պետք ա իր մեջ այդ հարցերին պատասխանի, ինչ-որ մինչ դիմացինին ինչ-որ հարցեր տա կամ քննադատի եւ այլն, այդ մի քիչ զուգահեռ ա քայլում, թե ինչի են անում, ստեղ շատ մեծ դեր ունի սոցիալական կայքերը ու թե ինչ ա գովազդվում, ինչն ա թրենդային, այդ ֆիլտրերը, այդ ամեն ինչը իրար նման լինելը, հա։ Նամանավանդ այն խոցելի տարիքում, երբ որ տարբեր տեսակի փոփոխություններ են դեմքի վրա լինում, սկսում կատարվել, հա, 13-14 տարեկանում, երբ որ մենք այտուցված ենք, այդ հորմոնալ բոլոր փոփոխություններն ա տեղի ունենում ու շատ ինքնակնդատ են դառնում դեռահասները ու միևնույն ժամանակ իրանք տեսնում են մի իրողություն, որը որ իրական կյանքը չի, այդ ինստագրամյան, չասեմ տիկտոկյան իրականության մասին, որ ուղղակի մի օր ես շփոթվեցի, այնտեղ մտա ու փախա իրականում, ինչ ա գովազդվում, այդ իդեալականացված, ոչ բնական, պոլիշ արված ինչ-որ իրականություն, հա, ֆիլտրային, որտեղ ամեն ինչ գերծավալ հաղորդված, ավելի արտահայտիչ, չգիտեմ, մինի քիթիկներ, հսկայական շուրթեր, այդ այտոսկրերը, անշարժ դեմքը ու երբ որ պատկերացրեք 13-14 տարեկան, հա, աղջիկը, որ այդ սաղ փոփոխությունները իրա մոտ տեղի ա ունենում, քիթն ա այտուցվել, յուղոտ մաշկն ա, դեմքն ա, չէ, սկսում տարբեր տեսակի դուրս տալ ինչ-որ բաներ տեղ ունենալ ու ինքը տեսնում ա այդ պոլիշարված դեմքը ու չգիտի դա իրականություն ա, իրականություն չի, չէ որ այդքան գիտակից չենք մենք այդ տարիքում ու սկսվում ա դա իր մեջ որպես նորմա կամաց, հա, նստվածք թողնել։ Ինքը մեղավոր չի, ինքը տեսնում ա էն, ինչ որ տեսնում ա ու իրա համար դա ա նորմա, բնական ա ինքը էդ կուզի, հա, երբ որ հայլու հետ համեմատում ա իր դեմքը ու ուզում ա լինի սիրուն, պուպուշ, գեղեցիկ։ Ուրիշ բան ա, թե իրան դա ոնց ա մատուցվում, օրինակ մի քիչ ավագ սերնդի կողմից։ Այստեղ մենք ունենք, կարծում եմ, նաև իրազեկության հարց, չէ՞։ Եթե տանը նույն ձև մամա կա, պարզ ա ինքը կուզի մամային նմանվել, դա էլ արդեն մի քիչ լրիվ ուրիշ կողմ ա տանում այս թեման։ Այսինքն ազդակները շատ են, կա եւ դաստիարակության հարց, եւ հասարակության մեջ տենդեցներ, որոնք իրականում միշտ են եղել, մեր ժամանակ էլ մեր ինչ-որ տենդեցները կային, ճանապարհ ա, մարդ անցնում ա, ավելի գիտակից ա դառնում ու նոր իր որոշումներն ա կայացնում, մարդիկ կան, որ կփոշմանեն, որ չգիտեմ, մեր կլիմային համապատասխան, հա, քթերը փոխել են, որովհետև եթե մենք ուշադրություն դարձնենք, հիմա ամենատարածվածը, չէ, ռինոպլաստիկան ա։
Բայց մենք մի կլիմայում ենք ապրում, սարա, չոր օդ ա եւ այլն, ուղղակի մեզ այդ դիմագծերը պետք ա այդ կլիմայում ապրելու համար։ Հիմա ուրիշ բան, եթե կա տարբեր տեսակի առողջական խնդիրներ, որ պետք ա, հա, այդ վիրահատությունը, մենք դրա մասին չենք խոսում։ Բայց ինչի Այդ համար են անում, ընդունելը օրինակ քո կարծիքով անում են, օրինակ իմ փորձառության մեջ ես նկատել եմ, որ նախ հիմնականում կանայք են անում, այսինքն հա, տղամարդկանց մեջ այդ կատարյալ լինելու մհմ, տենդենսը ես չեմ նկատում, ընդհակառակ, այսինքն ես չեմ տեսնում ձգտում լինելու կատարյալ կամ ներկայանալու ինչ-որ մի համապատասխան կերպարի մեջ, մինչդեռ հա, կանանց մոտ, հատկապես Հայաստանում, մհմ, տեսնում եմ, որ կանայք տղամարդկանց համար, ես դա եմ տեսնում, իմ մհմ, մեկնաբանությունն է դա, գուցե եւ սխալ է, որ տղամարդկանց դուր գալու համար եւ համապատասխանելու այդ ստանդարտին, մհմ, իրենք գնում են այդ միջամտություններին։ Ու միևնույն հա, ժամանակ հասկանում եմ, որ օրինակ ինձ համար էլ, ոնց որ ասեցիր, իմ դեռահասության շրջանում եւ մի փոքր ավելի մեծ հասակում շատ հրապուրիչ է եղել, օրինակ նույն քթի վիրահատությունը, հա։ Ու ես էլ եմ այդ անցել ես, հա, հա, անցել եմ։ հա, ուզում եմ ասել, որ դա նորմալ է, այնպես չի, որ մենք այստեղ քննադատում ենք ու ասում ենք, որ մենք բնական Մհմ, ենք եւ ոչ մի մհմ, մհմ, միջամտություն չենք արել կամ չենք անելու, այսինքն այդ ցանկությունը եղել է։ Ինձ թվում է ինձ համար շատ մեծ կարևոր դեր խաղաց իմ ամուսինը, ով ինձ ասեց, որ ոչ, դու գեղեցիկ ես այնպես, ինչպես որ մհմ, դու կաս, դա քո յուրահատկությունն է, ամեն ինչ համահունչ է եւ խնդիր չկա, կարիքը դրա չկա։ Ինձ թվում է դա ինձ շատ օգնեց, որ ես մհմ, այսպես կողքից մոտ մարդ ինձ այսպես ասած պատժերշկա արեց ու ասես դրա կարիքը չկա։ Ու ինձ թվում է այդ քո ասած գուցե նաև հասարակության կողմից մենք մհմ, կարիք ունենք, որ մարդիկ իրար ավելի հանդուրժող լինեն մհմ, եւ ավելի ընդունող լինեն։ Այսինքն անընդհատ մարդուն ասել այ դու ինչի էսպես չես, այնպես չես, որը որ իրականում իմ ժամանակ, իմ մանկության ժամանակ շատ է եղել, որ դու պետքա համապատասխանես ինչ որ մի նորմերի, ստանդարտի։ հա, Հա։ հա, այդ կա իհարկե, ու մեր հասարակության մեջ դա շատ խորացած է համապատասխանել, թե ինչ կասի դիմացինը, հա, հայ հարևանը, բա ինչ կմտածի, կա չէ, տենց ինչ-որ մոտեցում ունենք, շատ կարևոր է վաղ մանկուց, կարծում եմ, երեխայի մեջ քաջալերել սեփական եսի ընդունումը, թե ու սիրել ինքդ քեզ ու չժխտել, օքեյ, ես տենց եմ, ես պետքա ինձ սիրեմ, բայց դե հա, մենք չգիտեմ, ինչ-որ ուտոպիայի մեջ չենք ապրում էլի, որ սենց վեհ գաղափարներից խոսանք եւ փորձենք, հա, բոլորս ընդունենք մեզ այնպիսին, ինչպիսին կանք, տենց չի իհարկե։ Դա հասարակության ինձ թվում է ճնշումներն ա միանշանակ եւ ոնց ասում են, երկու տեսանկյուն կա, հա, առաջարկը ստեղծում է պահանջարկ կամ պահանջարկը ստեղծում է առաջարկ։ Եթե մենք նայենք կանանց տեսանկյունից, տղամարդուն ավելի շատ դուր գալը եւ այլն, եւ հա, տենդենսը եթե կա տղամարդկանց, եթե դուր են գալիս ավելի սենց նուրբ ինչ-որ դիմագծեր ու կինը ուզում է դրան համապատասխանի, որ դուր գա տղամարդուն, ստեղ մի հարց ա, իսկ դու ինքդ քեզ դուր ես գալիս սկզբից, եթե դիմացինը ուզում է ընդունի ոչ իրական քո դեմքը, միգուցե մտածելու տեղիք ա տալիս, իսկ այդ դիմացինը ընդհանրապես ինձ որպես անհատ ընդունում ա, թե ուզում ա ընդունի մի ինչ-որ սիրուն ստեղծված կերպար, որ իր կողքը իրան կսազի։ Ստեղ մի քիչ շատ հակասական հարցեր կան, կարծում եմ, ու շատ սուբյեկտիվ ա։ Ես հիմա կարողա իմ տեսանկյունը ասեմ, չես կարա ասես այն դիմացինը, որը քայլեր ա արել, ինչ ճանապարհ ա անցել, ինչ-որ միգուցե տրավմաներ են մանկուց եղել, տարբեր տեսակի, հա, որ ուղղել են, դրդել են իրեն, ինչ-որ միջամտություններ անել, այսինքն հարցերը շատ են, թե ինչի են անում։ Մեծ մասը անում ա դրա համար են անում, կարծում եմ, որովհետև այդքան դեռ ու նաև տարիքը, երբ որ անում են, երբ որ դու նայում ես, այդ խորը գիտակցությունը մեզ մոտ երբ ա գալիս, բավականին հասուն տարիքում, չէ։ Եթե ես էլ ինձ նայեմ իմ դեռահասության ժամանակ, ես զզվում էի իմ քթից։ Անկեղծ եմ ասում, ես սպասում էի, երբ եմ ես դառնալու 16-17 տարեկան, որ ես իմ քիթը վիրահատեմ։
ու մեծանալով բժիշկների ընտանիքում, երբ որ քեզ այդ ամեն ինչը, այդ աշխարհը հասանելի ա լինում, sense դու ավելի ոգևորված ես լինում, որ ավելի ապահով ես դու լինելու այդ մթնոլորտում վիրահատական, բայց ինչի ես չարեցի, ինձ թվում ա խրախուսանք ուղղակի չեմ ստացել։ Ճիշտ կերպով երևի թե հիմա չեմ հիշում, բայց փաստը մնում ա փաստ, որ չեմ արել։ Ճիշտ բացատրել են դեռահասության մեջ ես, այտուցվում ես եւ այլն եւ այլն, ինչ-որ խնդիրներ չունես, կմեծանաս, կանցնի ամեն ինչ ու մարդուն քթի համար չեն սիրում վերջապես, հա։ Մենք պետքա փորձենք գտնել մեր այդ ներքին գեղեցկությունը ու ներսից դեպի դուրս տանք։ Բայց վերադառնալով քո հարցին, թե ինչի են անում, դա տենդենց ա կարծում եմ, բոլորը անում են, մեծամասնությունը, երբ որ դու տեսնում ես փոքրիկ սիրուն պուպուշքիդ, երբ որ մեծամասնության մոտ ա արդեն, բնականաբար քո այդ հայկական, ну, եթե մեր գեներին հա նայենք, հիմա բոլորը տենց քթով չեն ծնվում, պարզա տարբերվում ա ու կողքից արդեն տարբեր կոմպլեքսներ են սկսում մարդու մոտ առաջանալ, լավ, եթե դա այդքան հասանելի ա, իսկ ինչի ես չանեմ։ Մի քանի հարց ա, այնտեղ գիտակցության հարց ա, ավելի գիտակից դառնալու, ավելի ինքդ քեզ ընդունելու այնպիսին, ինչպիսին դու կաս եւ սպասելու դիմացինից, որ ինքն էլ դա այդպես քեզ հա կընդունի, ոչ թե կուզի քո tuning արված տարբերակը։ Բայց էլի այդ ամեն մեկիս ընտրությունն ա, հիմա եթե ինչ-որ մեկին խանգարում ա իրան ընդունել այնպիսին ինքը կա, ինչպիսին ինքը կա ու այդ փոքրիկ միջամտությունը իրան կդարձնի ավելի երջանիկ, իր ներքին եսը ավելի կհանդարտվի ու չի մերժի իրեն ամեն անգամ հայելու մեջ նայելու, այդ դեպքում եթե իրա ներքին այդ հանգստությունը, առողջությունը ավելի հանդարտ կլինի, ինչու՞ չէ։ Ստեղ շատ կարևոր ա դու ինչի համար ես անում, քո ներքին հանգստության, թե հարևանին ավելի դուր գալու համար, ինձ թվում ա։ Առաջին իմ համար օրինակ ընդունելի ա, իսկ երկրորդը ոչ այնքան, երկրորդի մեջ ես մերժում եմ տեսնում։ Դու ինքդ քեզ մերժում ես դիմացինին դուր գալու համար։ Այդ տենց ես կնայեմ այդ հարցին երևի։ Բայց թե ինչի են անում, հա, դա հասարակության ճնշումներն ա եւ սոցիալական մեդիայի գեղեցկության խեղաթյուրված պատկերի ներկայացումը, ինձ թվում ա։ Ես համամիտ եմ ու ինձ թվում ա երևի թե բոլորս կրում ենք պատասխանատվություն հասկանալու թե ինչն ենք գովազդում մեր օրինակով, հատկապես եթե ունենք երեխաներ, անգամ եթե չունենք երեխաներ, ունենք սերունդներ, որոնք մեծանում են եւ կարծում եմ շատ պատասխանատու հարց ա, որ ճիշտ ձևով արձագանքենք թե իրենց արտաքինին, իրենց քայլերին եւ մեր օրինակով էլ ցույց տանք, որ իհարկե բնական գեղեցկություն է եւ այսպես ասած ինքդ քեզ ընդունելը, քեզ հետ հաշտ լինելը, այդ նույնը, որ ասում ես թերություններ, որոնք գուցե ինչ որ մեկի համար դրանք թերություններ են, հասկանաս, որ չէ, որ դրանք քո առանձնահատկություններն են։ Այսինքն եթե հիմա մենք բոլորս լինեինք նույն դեմքով, դա կլիներ շատ անհետաքրքիր։ Ու իրականում իհարկե ներքին աշխատանք ա պահանջում, որ դու գաս մի կետի, որ հասկանաս, որ անգամ եթե ես սպի ունեմ ինչ-որ միտեղ, օրինակ ես չեմ ուզում դա հանեմ այդ սպին, որովհետև դա իմ պատմության, իմ անցած ճանապարհի մի մասն ա, որը որ իմ պատմությունն ա պատմում ու ես էլ ժամանակի ընթացքում փորձում եմ սովորել այդ պատմությունը եւ այդ ճանապարհը իմը դարձնել, չամաչել դրանից, չնեղվել դրանից, այլ հասկանալ, որ սա իմ ճանապարհն ա եւ այդ յուրահատկությունները ընդհակառակը ինձ դարձնում են տարբեր մնացածից։ Հիմա այդ նույն թեմայի ներքո կուզեմ մի հարցի մասին էլ խոսենք։ Լուսնե ջան, գիտեմ դու կանանց համայնքի այդ քույրության եւ իրար աջակցելու հետ կապված շատ մեծ գործունեություն ես ծավալում, թե ռիթրիտների միջոցով, թե քո անձնական բրենդի միջոցով, հա։ Ու ես շատ հարգում, հիանում եմ, որովհետեւ հասկացել եմ, որ համայնքի դերը մարդու կյանքում եւ թեկուզ եւ ֆիզիկական առողջության, մտավոր առողջության հարցում շատ կարևոր է, անգամ կան հետազոտություններ, որ էլ ավելի կարևոր է, քան սնունդը, ինչ սնունդ ես ընդունում, քո ֆիզիկական մարզվածությունը, այսինքն դա ազդում է շատ process-ների վրա։ Եթե մենք նայենք
պատմությանը կհասկանանք, որ մարդ ինքը ինստինկտիվ մակարդակի վրա ունի երկու ցանկություն՝ լինելու բնական, այսինքն այդ authentic լինելու այնպիսին, ինչպիսին ինքը կա, ու մյուսը դա պատկանելիությունն է, այսինքն զգալ, որ ինքը պատկանում է ինչ-որ մի խմբի, ու դա շատ կարևոր է։ Իրականում փորձը ցույց է տալիս, որ ինչքան էլ մեր այդ genuine բնական լինելու ցանկությունը մեծ է, պատկանելիության ցանկությունը էլ ավելի մեծ է։ Դրա համար շատ հաճախ մենք քողարկում ենք այդ մեր բնական իսկական կողմերը, որպեսզի պատկանենք ինչ-որ մի սոցիումի մասի։ Հիմա գիտեմ, որ նաև այս թեման էլ դառնում է գնալով այլ ավելի պոպուլար ու տրենդային, հատկապես Ամերիկայում, Եվրոպայում, Հայաստանում կարծում եմ նոր-նոր այդ ամեն ինչը գալիս է առաջ, ու չնայած որ պատմականորեն Հայաստանում մարդիկ շատ համայնքներով են ապրել եւ շատ մոտ են եղել իրար մեծ ընտանիքներով, հիմա տեսնում եմ մի տրենդ, որ ավելի առանձին են մարդիկ, ամեն մարդ իր ընտանիքով, հատկապես կանանց շրջանում այդ կանացի ընկերություններ պահելը տեսնում եմ, որ էլ ավելի քիչ է, ավելի շատ տղամարդկանց մոտ է, ինչը որ հետաքրքիր է, բայց կանանց համար, որպես թե երեխաներ ունեցող, այսինքն մենք ենք երեխաներ ունենում եւ մեզ վրա դա շատ մեծ ստրես է, թե ֆիզիկապես, թե մտավոր, կուզեմ մի փոքր խոսես քո մտածելակերպի մասին, ինչպես ես վերաբերվում այդ համայնքին, ինչի է դա այդքան կարևոր եւ քո գործունեության մեջ ինչպես ես անում, որ քո շուրջը, քո կյանքում, քո պրոֆեսիոնալ եւ անձնական կյանքում այդ համայնքը լինի։ Հա, շատ հետաքրքիր հարց ես բարձրացնում ու այդ հարցի համար շատ անձնական է ինձ թվում, որովհետև ես ըստ իս կարող է շատ վեհ կամ բարձր խոսք թվա, հա, այդ առաքելությունն եմ ուզում կատարեմ, ձևակերպելով այդ գեղեցիկ առողջ համայնքը, կանացի առողջ համայնքը, որտեղ խրախուսվում է միմյանց աջակցելը, միմյանց հանդեպ կարեկից լինելը, քննադատությունից, ոչ թե զուրկ մնալը երբեմն շատ դժվար է, բայց գոնե իրազեկել, որ դա պակասի մի քիչ, իրար օգնելու, աջակցելու, հա, ու համայնք ասելով, երբ որ մենք անդրադարձ ու հետհայացք նետենք մեր նախնիներին, այդ տոհմական, եթե նայենք մեր տատիկներին, տատիկների տատիկներին, այն ժամանակ կինը եւ ընդհանրապես մարդը ավելի մոտ ա եղել բնությանը ու բնության ռիթմերին եւ ավելի բալանսավորված ա եղել ու այդ աջակցությունը կանանց մեջ բավականին մեծ ա եղել եւ առաջ ոնց էր, հա, տոհմերով էին, չէ՞, ապրում մարդիկ վրանների մեջ, այդ շատ առաջների մասին ա խոսքը եւ երեխա մեծացնելը, հա, եթե վերցնենք, դա անում էին բոլորով, այսինքն դա շատ ծայրահեղ դժվար գործ ա, ընդհանրապես եթե մենք այդ տեսանկյունից նայենք, աստիճանաբար մոտենանք հարցին, այդ համայնքի ներգրավվածությունը, հա, կնոջ կյանքում, տարբեր բաներ տեղաբաշխված են եղել դերեր երեխա մեծացնելու մեջ, որովհետև կնոջ համար դա հսկայական ստրես ա ու իրան օգնություն ա պետք։ Մինչդեռ հիմա խրախուսվում ա այդ ես ամեն ինչ կարամը, բայց այդ ես ամեն ինչ կարամը բացարձակապես կանացի էներգիա չի։ Մենք պետք է սովորենք օգնություն խնդրել դիմացինից, իսկ երբ որ հասարակությունը մեզ ստիպում ա սենց առանձնանալ, ամեն մեկը ապրի իրա սենց փոքրիկ փուչիկի մեջ, այդ դեպքում դու ոնց ես քո կանացիությունը, կանացի էներգիան ցույց տալու, դու ոնց ես լինելու ավելի դանդաղ, ավելի ճկուն, ավելի խոցելի, ավելի էմոցիոնալ, երբ որ այդ ամեն ինչը ուղղակի այսենց քո վրա մենակ ամեն ինչ անելու մեջ ա։ Դրա համար այդ տոհմական մոտեցումը կարծում եմ շատ կարևոր ա ոչ միայն երեխա մեծացնելու մեջ, այլ նաև կինը, որպեսզի ավելի իր կանացի էներգիաների մեջ լինի, հա, մրցակցությունից դուրս լինի, այսպես ասած, հիմա չգիտես ինչի այդ մրցակցությունը կանանց մեջ ավելի ա շատացել, որը որ տոտալ կնոջը տանում ա այդ տղամարդու էներգիաների մեջ
ու այդ համայնքային մոտեցումը, հա, երբ որ այդ հանգիստ միջավայրն է ստեղծվում, երբ որ կինը հանգիստ կարա գնա ինչ-որ մեկից օգնություն խնդրի, ինչ-որ բաներ իր առօրյայում դելեգացնի, երբ որ ինքը գիտի, որ կա ինչ-որ մեկը, որ առանց հետին մտքի, ինչ-որ սպասելիքների կգա կօգնի, շատ կարևոր է, բայց որպեսզի դու ունենաս այդ համայնքը, դու պետքա ինչ-որ ձև նաև առողջ մտածելակերպ ունենաս ու նաև քեզ շրջապատես նման մտածելակերպ ունեցող գիտակից կանանցով, որը հիմա բավականին դժվար է։ Ու այն ինչ որ ես ամեն դեպքում փորձում եմ անել այդ ռիթրիթների ժամանակ, միգուցե կնոջը վերադարձնել այդ հոսքին, հա, որ լավ, բայց դու մենակ չես, այդ ամենը, որ դու կրում ես քո ուսերի վրա, ինչքանով է դա ճիշտ։ Պետք է լինել ինչու՞ չէ խոցելի ու բաց, արտահայտվելու, որ օքեյ, ինձ օգնություն ա պետք, ես այս ամեն ինչի մեջ ես ինչ-ը հասցնեմ։ Մասնավորապես հիմա, երբ որ կինը բավականին զբաղված ա, երբ որ մենք ունենք սոցիումում, հա, մեր դերը հաստատելու գործնական տեսանկյունից եւ աշխատում ենք, եւ կենցաղ կա, եւ դաստիարակություն կա, ովքեր այդ ընտանեկան դասական մոդելի մեջ են ապրում, կին ամուսին երեխա, հա, մոդելի մեջ, բավականին կնոջ դերերը շատացել են։ Ու այդ դերերի մեջ շատ կարևոր է, որ ինքը ունենա իր համար ապահով մի տեղ, առաջներում ինչպես էին կանայք առանձնանում են վրաններում, չէ, լուսնի տարբեր ֆազաներում, իր օրգանիզմի տարբեր էտապներում եւ դրսեւորումներում կանայք առանձնանում էին այդ վրաններում, այնտեղ կար այդպես մեծ մար եւ այլն, կիսվում էին տարբեր իմաստություններով, ինչ որ բոլորին հավաքագրող գործողություններ կային, ես չգիտեմ, կլինի դա Ծեսեր։ ծեսեր, հաց թխել, տարբեր տեսակի։ Ու այդ ամեն ինչ այնքան գեղեցիկ է եւ մոտեցնում է կնոջը իր բնական վիճակին, բնության էներգիաներին ու նաև ստեղծում է ապահովության միջավայր, որտեղ ինքը գիտի իր հետևում կանայք կան կանգնած, որոնք որ օգնության կհասնեն։ Ցավոք սրտի, այսօրվա մեր իրականության մեջ, երբ որ ամեն ինչ շատ արագ է, այդ fast-paced environment-ն է ստեղծվել, շատ դժվար է մեզ մեր բնական ռիթմերի հետ համահունչ քայլելը եւ ներկա լինելը։ Ու այդ ռիթրիթները թեկուզ 1 օրյա, 2 օրյա, ես հուսամ, որ տալիս են հնարավորություն, որպեսզի այդ կանայք գոնե այդ կարճ ժամանակահատվածում իրենց զգան այդ ապահովության միջավայրում, որտեղ որ իրենք կարող են լինել խոցելի, որովհետև երբ որ ամեն մեկը սկսում է կիսվել իր պատմությամբ, բոլորը ավելի են սենց ավելի հանգստանում են, որ լավ, ես մենակ չեմ, որ այդպիսինն եմ, ամեն մեկը ավելի խոցելի է, սկսում է կիսվել իր անցած ճանապարհով, իր պատմությամբ, զգում է, որ ինքը ունի աջակիցներ եւ այլն, ու շատ գեղեցիկ մի միջավայր է ստեղծվում ընդհանուր սիրո, կարեկցանքի, հանդուրժողականության թեկուզ 3 օրով, որը որ հետագայում կնոջը մտածելու տեղ է տալիս, հուսամ, թե իր առօրյայում ինչ ընտրություններ անի, որ իրեն վերադարձնի այդ հանգիստ ներկա լինելու ու իմանալու, որ ինքը մենակ չի այդ տարբեր տեսակի դերերի մեջ, որովհետև դերերը շատ են։ Իրականում կարծում եմ ինձ համար օրինակ ցավալի թեմա է այս թեման, որովհետև տեսնում եմ ինչքան կանայք եւ աղջիկները փորձում են այդ քո ասած ամեն տեղ լինել եւ ամեն ինչ անել եւ հասկանում եմ, որ դա նաեւ հասարակության կողմից է դրված, այնպես չի, որ մենք ուղակի ստանձնել ենք դա մեր վրա, դա կարծում եմ ժամանակի ընթացքում, երբ կանայք սկսել են աշխատել, դրանից հետո, այսինքն մինչև այդ մենք ավելի շատ եղել ենք խնամակալի դերում երեխաների եւ ընտանիքի օջախի ստեղծման եւ այլն։ Հետո երբ սկսել են կանայք աշխատել, իրենք անում են եւ նա եւ արդեն կողքից էլ նաեւ աշխատանքը։ Հիմա կարծում եմ կոնկրետ Հայաստանի մասին եթե խոսենք,
կարծում եմ շատ խեղաթյուրված սպասելիքներ կան կանանցից, որ պետքա լինես դու կատարյալ մայր եւ կատարյալ տնային տնտեսուհի եւ տարբեր ճաշեր պատրաստես եւ պետքա լինես բիզնեսի մեջ, ունենաս կարիերա, որտեվ հակառակ դեպքում հետաքրքիր չես, չէ՞ որ երեխա ունենալը եւ նայելը բոլորը կարող են, այդպես են կարծում։ Ես առհասարակ շատ անգամներ բռնվում եմ այսպես բանավեճի մեջ եմ մտնում տղամարդկանց հետ հատկապես, որ ասում են դե իսկ ինչ կա անելու, լվացքի մեքենան լվանում ա, չգիտեմ, այսքան սարքավորումներ կան եւ բացի դրանից կինը ոնց որ ռեալիզացված չի, եթե չունի կոնկրետ ինչ-որ մի օֆիսային աշխատանք կամ կարիերա չունի, մոռանալով, որ օրինակ ես կարծում եմ 2 երեխա ունենալով կարող եմ սենց իմ փորձից հստակ ասել, որ գնալ օֆիսում նստել եւ աշխատելը կամ փակվել քո սենյակում աշխատելը, չգիտեմ քանի հազար անգամներ շատ ավելի հեշտ է, քան երեխաներ մեծացնելը, դաստիարակելը, խնամելը ամեն օր 24/7 առանց դադարի, հատկապես մեր իրականության մեջ, որտեղ որ դու իսկապես չունես այդ համայնքը, այսինքն գուցե ունեն, որոշ մարդիկ գուցե ունեն, բայց եթե նայենք մեծամասնությանը, երևի մեծ մասը մենակ են մարդկանց եւ դա իմ կարծիքով նաեւ միայն նրանում չի, որ մենք չենք կարողանում օգնություն խնդրել, իհարկե դա կա, բայց նաեւ կարծում եմ, որ մարդիկ պատրաստակամ չեն մեզ օգնելու շատ դեպքերում, այսինքն քանի որ ամեն մարդ այսպիսի շատ իզոլացված մի հատ հասարակություն է ստեղծվել, որտեղ ամեն մարդ իր խնդրի տերն է եւ կողքինի խնդիրը այդքան արդեն մի տեսակ իրա խնդիրը չի, մինչդեռ օրինակ այդ նույն սրտացավությունը, կարեկցանքը կողքինի հանդեպ եւ հատկապես այդ նեղ համայնքների մեջ հասկանալու, որ եթե ես տալիս եմ ուրիշին, նաև տալիս եմ ինքս ինձ, որովհետև այդ ես դու շատ ֆիկտիվ երևույթներ ասենց ասած, էներգետիկ մակարդակի վրա, հասկանում եմ, որ իրականում կա այդ ես ստանում, դու այդ էներգետիկ այդ պատասխանն ես ստանում, որ ինձնից օգնություն մի խնդրի, ես իմ օրինակով էլ կարող եմ ասել, շատ հաճախ ինձ մոտ դժվար է ինձ օգնություն խնդրելը, չնայած որ ես օրինակ քո օրինակի նման փորձում եմ լինել կանացի էներգիայի մեջ, չնայած որ ունեմ կարիերա եւ միաժամանակ մի քանի բաներ եմ անում, փորձում եմ լինել կանացի էներգիայի մեջ, արտահայտվել, եթե ինչ-որ մի բան ինձ դուր չի գալիս, ես հոգնած եմ, շատ հաճախ լսում եմ սենց մի բան, չգիտեմ դու օրինակ քո փորձը ինչպես կլինի, կկիսվես գուցե քո պատմություններով կամ քո ընկերուհիների, հաճախորդների պատմություններով, որ երբ որ ես բողոքում եմ մի բանից, կիսվում եմ, ասում եմ, ես ինչ բանը ծանր է, դժվար ինձ ասում են, դե լավ, ոչինչ, մի ծանրացրու, դե կանցնի կգնա, բոլորս դրա միջով անցնել, այսինքն այդ քո այդ պահի դժվարությունը փոքրացնել եւ ասել, որ դա կարեւոր չի, դրա մասին մի խոսի։ Իսկ երբ որ ստեղծվում է այդպիսի միջավայր, որտեղ դու իրավունք չունես քո էմոցիաների կամ քո զգացմունքների մասին խոսելու, դա շատ անառողջ միջավայր է, հա։ Այսինքն ես պետք է զգամ ինձ ապահով այդ միջավայրում ցանկացած իմ էմոցիա, իմ հոգևոր ինչ-որ process-ներ կիսվելու։ Ու ունենալով նաև շատ շնորհակալ եմ, որ ունեմ նաև ընկերական շրջապատ, ոչ մեծ, բայց որտեղ որ ես կարող եմ այդ ազատությունը ունեմ, ինձ չեն քննադատում, ես կարող եմ կիսվել իմ դժվարություններով եւ կարող եմ օգնություն խնդրել ու հասկանում եմ, թե դա ինչքան կարեւոր է իմ առողջության համար, նրա համար, որ ես լինեմ էլ ավելի լավ մայր, ավելի լավ կին, ավելի լավ իմ կարիերայում, ինչ ես կարծում, ինչպես կարող ենք մենք մեր հասարակության մեջ գուցե սկսել փոխել այդ narrative-ը, հա, այդ կարծրատիպը, որ կա, եւ գուցե մենք կանայք այդ խոսակցությունները ունենալով, այսինքն առօրյայում թեկուզ ասել ոչ, ես համաձայն չեմ քեզ հետ։ Կարծում ես կարող ենք թե չէ, օրինակ ինձ մոտ ես առօրյայում փորձում եմ մի անգամից բանավեճի մեջ մտնել, եթե գտնում եմ, որ մի բան սխալ է, կարծում եմ, որ դա իմ պատասխանատվությունն է, որ ես այդ մարդուն բացատրեմ, որ դա ճիշտ չի, դու ոնց ես կարծում օրինակ։ Գիտես, ցանկացած փոփոխություն, օրինակ, ես կարծում եմ, որ պետքա լինի փոքր քայլերով։ Փոքր քայլերով, ճկուն լինելով, մենք կարող ենք հասնել նրան, հա, ինչը որ պլանավորել ենք, ծրագրավորել ենք տարբեր հարցերում, միայն այս հարցի մասին չի խոսքը, նաև ընտրության հարց է, այսինքն որն է իմ ընտրությունը, ես ինչ ընտրություն եմ արել ու քո ընտրության հետ համերաշխ լինելը։ Հիմա եթե հարցը ստեղ ինքնարտահայտվելու, օգնություն խնդրելու մեջ է,
անկախ նրանից դիմացինը փակ է թե բաց, որովհետև դա էլ է դժվար։ Եվ զուգահեռ մի հատ ուրիշ իրականություն կա, որ գտնվելով նմանատիպ կարծրատիպային հասարակության մեջ, հա, մեզ մոտ շատ են ասել, լավ, մի խոսա, լռի, խելոք հարցերդ ինքդ լուծի։ Այդ ամեն ինչը շատ իրար հետ զուգահեռ է քայլում։ Ու նաև ստեղ մի բանի մասին էլ եմ ուզում ես խոսալ, անդրադառնալով հաճախորդներին եւ տեսնելով մեծամասամբ մի համընդհանուր խնդիր կա հենց ռեյկի հիմա զուգահեռները կհասկանաս ինչ եմ տանում, ռեյկի տեսանկյունից ենք երբ որ նայում, երբ որ սկանավորում ենք մեր էներգետիկ բլոկները, մեծամասամբ այդ կոկորդի չակրան, այս հատվածը մարդկանց մոտ բլոկված է կանանց մոտ։ Ինչը խոսում է չարտահայտված խոսքերի մասին, ինչը որ բերում է վահանաձև գեղձի հետ խնդիրներին։ Այսինքն հասկանում ես, երբ որ սենց փոքրիկ հարցը ինքը մասշտաբային է դառնում եւ տեսնում ես, թե ինչքան խորացված է այդ հարցը հասարակության մեջ։ Կարծում եմ փոփոխությունը գալիս է հենց մեզանից։ Հա, մենք այդ փոփոխությունը պետք է սկսենք մեզանից փոքրիկ քայլերով, իրազեկություն ստեղծելով եւ ճիշտ միջավայր ստեղծելով ավելի փոքր սերունդի համար։ Այսինքն, եթե ես սկսեմ դրա մասին, չգիտեմ, խոսել աղջկաս մոտ, հա, ենթադրենք, մի բանը դուրդ չի գալիս, ասա դրա մասին, բայց նաև ասելու ձևեր կան, չէ, ինչպես ենք մենք արտահայտվում, այսինքն, երբ որ ամեն ինչ ճկուն է արվում, քայլ առ քայլ է արվում եւ կամաց, դա ունենում է կուտակային էֆեկտ։ Պարզապես պետք է սկսել։ Պետք է սկսել դա անել, պետք է արտահայտվել, այն մարդիկ, ովքեր չեն արտահայտվում, կարող են սկսել գրել դրա մասին, որը որ հետս հետ է կբերի արդեն հարցը բարձրաձայնելուն, բայց ուղղակի պետք է պարզապես մի կետից սկսել եւ այո, կինենք, մենք քաոտիկ ենք, մենք ջրի պես ենք, այսօր մենք փրփրում ենք, հաջորդ օրը մենք հանգիստ ենք, չգիտեմ, տարբեր իրավիճակներում ենք գտնվում, պարզապես պետք է մենք դա բարձրաձայնենք եւ չվախենանք դրանից, իսկ դիմացինը որքանով է բաց, դա հետս հետ է դա էլ է ֆիլտրվում, թե մենք մեզ ինչ տեսակի մարդկանցով ենք շրջապատում։ Որովհետև հենց մենք սկսում ենք արտահայտվել, օրինակ, տարբեր տեսակի, հա, խնդիրների մասին, տարբեր իրավիճակների, տարբեր էմոցիաների, մենք արդեն հետս հետ է սկսում ենք զգալ, որ այն մարդիկ, ովքեր որ պատրաստ չեն քեզ լսելու ու ի պատասխան քեզ տալու, հա, քո հարցման այսպես ասած, ենթադրում եմ սկսում են ֆիլտրվել պարզապես ու դու սկսում ես այդ գտնվելով այդ վիբրացիաներում ձգել այն մարդկանց, ովքեր որ պատրաստակամ են քեզ լսելու։ Ես այդպես եմ կարծում։ Ուղղակի պետք է սկսել այդ փոփոխությունից եւ այդ քայլերից, ինչու՞ չէ։ Այսօր ես եմ, վաղը դու ես եւ այսպես կամաց մարդիկ, երբ որ տարբեր տեսակի խնդիրները բարձրաձայնում են, սկսած փոքր կենցաղային մանրուքներից, ինչ են ասում են, երբ որ ընտանիքում կա առողջ երկխոսություն, չէ, բոլոր հարցերը լուծելի են, իսկ երբ որ դու չես արտահայտվում, պահում ես, մի օր դա պարզապես ոչ այնքան գեղեցիկ կերպով ուղղակի սենց պայթյունավտանգ, հա, տենց գմփալու է։ Համամիտ եմ։ Մի հարց էլ երևի թե համայնքի հետ կապված ու դրանից հետո կուզենամ ուրիշ թեմայից էլ խոսենք, բայց ուզում եմ լսել քո կարծիքը, դու ինչպես ես ընկալում այն, որ հիմա շատ ենք տեսնում, հատկապես ընկերական շրջապատում, որը որ հետաքրքիր ֆենոմեն է, մեր նախաձեռնությունները նոր բան, երբ որ սկսում ենք, նոր աշխատանք, նոր պրոյեկտ, այսպես ոդկաստ ենք սկսում կամ ինչ-որ մի նոր բան ենք սկսում, նկատում եմ, որ կա տոտալ անտարբերություն հատկապես ընկերների կողմից եւ
մեկ այլ մարդու հետ էլ այդ խոսակցությունն էի ունենում մի քանի օր առաջ, որ ինքն էլ ասեց նույն բանը, ասեց տոտալ անտարբերություն, ոչ դրական կարծիք, ոչ բացասական, առհասարակ լռություն, չկա այդ աջակցությունը, որտեղ ես փորձեմ այս մարդուն աջակցել, չէ որ ինքը նոր բան ա ստեղծել, ու ինձ համար հետաքրքիր է դա որտեղից ա գալիս, արդյոք դա գալիս ա ինչ որտեղ պրոյեկցիա ա, որ համեմատվում են բոլորս համեմատվում ենք իրար հետ եւ մի տեսակ մտածում ենք, եթե այս մարդը նոր բան ա անում, ես հետ մնացի եւ այսպես ավելի ենթագիտակցական մակարդակի վրա այլևս չենք աջակցում, թե օրինակ դու ունես ինչ-որ մի բացատրություն մտածել ես այդ թեմայի շուրջ։ Շատ հետաքրքիր հարց ես տալիս։ Հա, ես մտածել եմ այդ թեմայի շուրջ ու վերջերս նաև տենց Instagram-ում կիսվել էի, հետաքրքիր բան էի տեսել, post էի տեսել, ասում ա, երբ որ դու ցանկացած քո ընկերոջ նախաձեռնության հետ կիսվում ես, ուսած դիմացը չեկի պես էր ինքը արված, գրված ա sharing, դիմացը $0, հա, դիմացի ընկերոջը քո ընկերոջ նախաձեռնության մեջ պատմելը անվճար է, այսինքն քաջալերումը, կիսումը, տարածումը բացարձակապես ոչինչ չարժի դիմացինից, որ չգիտեմ, պատմի քո մասին, կամ թեկուզ չպատմի, քեզ ասի, վայ, ինչ լավ գործով ես դու զբաղվում, ապրես։ Ճիշտ ես նկատել, ես էլ եմ նկատել։ Նախ եւ առաջ դա կարծում եմ շատ լավ ֆիլտր է հասկանալու համար, թե դու քեզ ինչ մարդկանցով ես շրջապատել, դա առաջինը։ Երկրորդը, մարդկանց մեծամասնությունը առատաձեռն չի, ոչ ֆինանսական, նյութական իմաստով չեմ ասում, առատաձեռն չի կիսելու դիմացինի հաջողությունը։ Չգիտեմ դա ինչից ա գալիս, իր ներքին կոմպլեքսներն ա, ինչ-որ մի հարցում ոչ խիզախ գտնվելու ես չարեցի, դիմացինը արեց ու իմ մեջ դա ինչ-որ բաներ ա, հա, ստեղծում, չկամությունը միգուցե, կամեցողության պակասը, նախանձը, ինչի՞ չէ, վատ դրսևորումներ են, բայց դե մենք ինչ-որ սենց իդեալական հասարակության մեջ չենք ապրում, կան մարդիկ, ովքեր կկիսվեն եւ այդպիսի մարդիկ կան եւ շատ ուրախացնող ա դա քո նաեւ շրջապատի որակի մասին ա խոսում, ավելի լավ ա ունենալ, չգիտեմ, քիչ, բայց որակային, քան ինչ-որ քանակային բանի մասին խոսանք, մարդկային դրսևորման ձևեր են, հիմա կա լավը, կա վատը, ինչը որ նորմալ ա, դա միշտ էլ եղել ա, կա ու կլինի կարծում եմ, պարզապես միգուցե կարելի ա ուղղակի խնդրել, հա, ես նկատել եմ, երբեմն մարդու մտքով չի անցնում, դա էլ կա, հա, օրինակ, երբ որ ես չգիտեմ, ընկերներիցս մեկին ասեմ, լսի, սենց նախաձեռնություն ունեմ, բան, ուզում եմ ուրիշներն էլ իմանան, կկիսվես, հա, լույս ջան, հա, խնդիր չկա, կկիսվեմ, երբեմն ուղղակի պետք ա ասել, իրոք մարդկանց մտքով երբեմն չի անցնում, ուրիշ բան, երբ որ դու ասես ու այդ մարդը չկիսվի, հա, դու քո եզրակացություններն արա, շարժվի առաջ, հիմա այդ մարդը այդպիսինն ա, բայց այդ տոտալ անտարբերությունը ինձ թվում ա երբեմն մեր իրականության մեջ մի քիչ այդ առօրյա խնդիրները այնքան շատ են, որ երբեմն մենք ուղղակի կենտրոնանում ենք ինքներս մեր վրա ու մոռանում ենք դիմացինի մասին, հա, այնքան շատ ա ամեն ինչ մեր ափսեի մեջ, որ մենք ուղղակի մոռանում ենք այդ դիմացինին աջակցության մասին ու երբեմն, երբ որ մեզ դրա մասին հիշացնում են, մենք դեմ չենք, երկու իրողություն կա, մի դեպքում հա սիրով կկիսվեմ, մյուս դեպքում լավ դու ես, քո խնդիրները, ինձ մենակ է դեր պակաս, երրորդն էլ ինձ թվում ա էգոն ա, որ լավ ինչ մի հատ էլ բան հերիք չէր իմ խնդիրները, մի հատ էլ ես իրա հաջողությունների մասին, էդ էլ կա դիմացինի հաջողությամբ չուրախանալու այդ ներքին մութ անկյունները, շատ են դրսևորումները, ինձ թվում ա դա նորմալ ա, այդ անտարբերությունն էլ կարծում եմ առաջանում ա, որ միգուցե, տենց ես հիմա բարձր ուղղակի մտածում եմ, մենք այնքան ենք հիմա թվայնացվել մեր շփումների մեջ,
պակասել է այդ դեմարդեմ մարդկային շփումը, ինչը բերում է նաև ինձ թվում է մի քիչ ինքնակենտրոնացման մարդուն։ Երբ որ այդ մարդկային շփումը ավելի շատ է, այդ էներգիաների փոխանակումը ավելի շատ է, մարդիկ կարծում եմ ավելի ջերմ են դառնում։ Միգուցե դա էլ է ինչ-որ գիտես արհեստական բարիեր ստեղծում մարդկանց մեջ։ Մարդը մեղավոր չի հիմա այդպես է, հա, այս իրողությունը դասավորվել։ Բայց դա չի խանգարում մեզ երբեմն ուղղակի խնդրել։ Հա, համամիտ եմ։ Ես էլ կարծում եմ, որ շատ Հա, հաճախ ուղղակի մարդիկ պետք է բաց են, խնդրել։ մարդիկ բաց են, շատ պարզ օրինակ, երբ որ դու առաջարկեցիր, հա, այդ պոդքասթը անել, ինչի՞ չէ, արի անենք։ Ինձ թվում է նույն ձև էլ բոլորը բաց են, արդեն թե ով կանի, ով չի անի, դու քո հետևություններն ես անում, հա։ Բայց լինել առաջին քայլ անելու մեջ ոչ մի վատ բան ես չեմ տեսնում եւ խնդրելու, որ քեզ աջակցեն։ Հա, համամիտ եմ։ Հիմա կուզեմ մի փոքր խոսենք հոգեղեն կյանքից, spirituality-ից։ Ես գիտեմ, որ դու ունես քո առօրյայում պրակտիկաներ, որոնք անում ես, այսինքն սովորություններ, որոնք արդեն քո կյանքի մի մասն են։ Նախ կուզեմ պատմես, թե ինչպես սկսեցիր ներառել այդ սովորությունները քո կյանքում եւ ինչ է առհասարակ քո համար spirituality-ն, այդ հոգեղեն կյանքը առօրյա մակարդակի վրա։ Հոգեղեն պրակտիկաները ես սկսեցի կիրառել, կարծում եմ, երբ որ սկսեցի յոգայով զբաղվել, ինքս այն շատ այդ փոփոխությունը շատ սահուն եղավ, թե կոնկրետ թե որ պահից դա մտավ իմ կյանք, մի քիչ դժվարանում եմ բացատրել, բայց երևի այդ պրակտիկաներից սկսեցին, հա, երբ որ չէ, դրանից չսկսեց, ես կասեմ ինչից սկսեց։ 2012 թվականին, երբ որ ես սկսեցի մեդիտացիա անել, կարծում եմ այդ ժամանակվանից սկսվեց եւ հասկացա, որ ինչ-որ վիբրացիաներ են սկսում փոխվել ու նաեւ քո շրջապատն է սկսում կամաց-կամաց փոխվել։ Ու դու սկսում ես դեպի քեզ ձգել այն մարդկանց, ովքեր նույն զբաղմունքի մեջ են։ Առաջին հերթին ավելացան մարդիկ իմ կյանքում, ովքեր որ նպաստեցին, որ ես ավելի այդ ուղղությամբ գնամ։ Երկրորդը այո, յոգան, երրորդը տարբեր տեսակի թերապիաներ, հա, շնչառական եւ այլն, որ էլ ավելի ինձ հաստատուն դարձրեցին, որ ես այդ ուղղությամբ շարժվեմ։ Եթե հակիրճ արտաքին ազդակների մասին խոսենք, առօրյա կյանքում հոգեղեն պրակտիկաներից, եթե դրանից սկսենք, մեդիտացիան անբաժան մասն է, որը ինձ օգնում է ներկա լինել, բերում է դեպի ներկա պահը։ Հարցդ նորից կհիշացնես։ Հա, ուզում էի ուղղակի իմանալ, թե առօրյայում ինչ պրակտիկաներ ունես, հիմա պատմում ես հոգեղեն ու ինչա քո համար Հա, spirituality-ն։ ինչա իմ համար։ Spirituality-ն ինձ համար երևի այդ իմ ներքին բալանսն է, էմոցիոնալ, մենթալ, ֆիզիկական, այդ բոլոր բնագավառները, երբ որ երևի իրար հետ համահունչ են քայլում ու կապը այդ տիեզերական էներգիայի հետ։ Բացարձակապես իմ համար spirituality-ն եւ կրոնը իրար հետ զուգահեռ չեն քայլում։ Երբեմն, երբ որ մենք խոսում ենք ոգեղեն պրակտիկաներից կամ ոգեղենից, հա, spirituality-ից, չգիտես ինչի մարդկանց մոտ ինչ-որ միանգամից կրոնական այդ տրիգերն է միանում, որը չգիտեմ, հա, իհարկե կա կապ, եթե նայենք մեր, չգիտեմ, աղոթքներին եւ այլնին, միանշանակ կապը կա, մեր այդ վիբրացիաները ավելի բարձրացնում է, բայց դա չի, հա, spirituality-ն կրոնը չի, ինձ թվում է շատ կարևոր է, որ մենք նաեւ դրա մասին խոսենք։ Իսկ ինչ է իմ համար spirituality-ն, ավելի շատ ներկա պահում գտնվելը, իմ ներքին հիմքին, ներքին եսին, այսպես ոնց են ասում, լոյալ գտնվելը, ընդունելը, չմերժելը, իրական այնքան շատ են բաղկացուցիչ մասերը եւ իհարկե դիմացինին ինչ-որ բան տալը, այդ իմ համար շատ կարևոր է, ինչ-որ լինել դրական փոփոխության մի մաս, միգուցե էդ էլ է spirituality-ի մի մաս, մաքուր սերը,
կարծում եմ այդ unconditional love, որ ասում են, չէ, առանց ակնկալիքների, սպասումների։ Երևի այդպես, եթե մի քանի բառով ձևակերպեմ, հա։ Իսկ օրինակ ինչ կարծիք ես։ Ես օրինակ շատ եմ մտածել spirituality թեմայով ու տարբեր մարդկանց հետ եմ շփվել։ Հիմա անդադ ասում են ես spiritual եմ, ես spiritual չեմ, այսինքն դա դարձել է ինչ որ մի բնութագրող մի գիծ կամ ինձ հետաքրքրում է spirituality-ն։ Ու իմ ծանոթներից մեկը սենց բան ասեց, գիտես, ես էլ եմ շատ spiritual իրականում։ Ես էլ սենց մի անգամից ինձ եկավ այդ միտքը, բայց բոլորս ենք spiritual, այսինքն անկախ նրանից թե մենք դա գիտակցում ենք թե Հա, չէ, իհարկե։ մենք spiritual էակներ ենք ու բոլորս դրա միջով անցնում ենք, այսինքն հիմա կա տենդենց այդ spirituality-ն էլ դարձնելու ինչ որ տրենդ, ինչ որ պիտակներ դնելու, որ դա իր տակ ներառում ակրիստալներ, ինչ որ կոնկրետ բաներ, որ իրականում կարծում եմ էլի խեղաթյուրված Հա, է, այսինքն այդ իհարկե։ spirituality-ն ինքը անկախ ամեն ինչից կարող է մարդու մեջ գոյություն ունենա առանց որևիցե այդ բաների, էլի։ Միանշանակ։ Լավ, հիմա մի բանից էլ խոսենք, շատ տարբեր բաներով է զբաղվում, այսինքն չնայած որ իրար հետ փոխկապակցված են, բոլորը այսպես այդ հոգեղեն spiritual ոլորտի էներգետիկ բնույթի աշխատանք են, թե ռեյկին, թե face յոգան, թե քո այդ retreat-ները, կանանց խմբերը, որոնք որ կազմակերպում ես, ոնց ես բալանսը գտնում եւ ոնց ես կապում մեկը մյուսին, որ իրանք իրար ոչ թե խանգարեն, այլ օգնեն։ Իրականում այս բոլորը մի բանի տարբեր դրսևորումներ են, հա։ Ուղղված է mind, body, spirit-ի բալանսավորմանը իմ մեջ, դիմացինի մեջ, այդ դրսևորման մեջ, դա մի փիլիսոփայության, երևի մի առաքելության ուղղակի տարբեր դրսևորումների ձևեր են։ Ոնց են բալանսավորում, ոչ մի ձև, ինքը ուղղակի սենց բնականի պես գնում է։ Ես իմ մեջ ինչ-որ բալանսավորման կամ ինչ-որ տենց գործիքակազմ չունեմ, որ այդ ամեն ինչը բալանսի մեջ պահեմ, ինքը ուղղակի գնում է այնպես, ինչպես գնում է, այսինքն սա այնքան հիմա համահունչ է իմ ներքին ցանկություններին, որ պարզապես ես այդտեղ ինչ-որ ճիգ չեմ գործադրում, երևի թե տենց by default բնական ռիթմով ինքը ուղղակի գնում է, հա։ Հետաքրքիր է։ Իսկ Լուսինե ջան, կպատմես կոնկրետ ինչ ձևով ես մարդկանց հետ աշխատում, հա, ինչ անհատապես գիտեմ աշխատում ես եւ նաեւ խմբակային, եւ եթե ինչ-որ մեկը օրինակ ուզում է ծանոթանա այդ ոլորտին կամ առաջին անգամ փորձառություն ունենա, որը կլինի ճիշտ ձևով սկսելը կամ ինչ ձևով քեզ հետ աշխատելը, որպեսզի դա լինի էֆեկտիվ, այսպես ասած, առաջնային ինչ-որ մի բան։ Խոսքը որ ոլորտի մասին է, ինձ թվում է այդտեղից է պետք է Այ ինձ սկսենք, է դա հետաքրքիր, այսինքն դու անում ես թե ռեյկի, թե հա։ դեմքի յոգա, թե անում ես ռիթրիթներ, այսինքն մարդը որ առաջին անգամ է լսում, ծանոթ չի, բայց հետաքրքիր է եւ ուզում է փորձի, որն ես կարծում ինչ ֆորմատով իրեն կլինի ավելի օգտակար կամ հետաքրքիր խմբակային սկսել ինչ-որ մի ռիթրիթ ծանոթանալ, տեսնել ինչ կլինի, թե քեզ հետ անհատապես աշխատել, որ ավելի խորքային արդյունք ստանալ։ Նայր, ես կարծում եմ օրինակ ռիթրիթները միանգամից դու որ գնաս 2 օրում բացարձակ, եթե դու տեղյակ չես թեմայից, դա մի քիչ կարող է մի քիչ շատ լինի, հա։ Ես ընդհանրապես այն մոտեցումն ունեմ, որ ցանկացած փոփոխություն, որ դու ուզում ես սկսել կատարել, տենց ագրեսիվ կերպով չպետք է միանգամից քեզ գցես, հա, այդ դաշտը, փոքրիկ քայլերով, կարծում եմ խմբակային պարապմունքներից սկսելը շատ ճիշտ է, նույնը դա կլինի դեմքի յոգան կամ չգիտեմ, կան անհատական նույն դեմքի խնամքի ինչ-որ մերսումների, պրոցեդուրաներին, այսինքն շատ կարևոր է, թե դիմացինը քո դաշտում քեզ ինչպես է զգում։ Եվ անարդար է այդ մարդու հանդեպ հրավիրել իրան քո դաշտ երկար տևողությամբ։ Ինձ թվում է այդ անձը, հա, ով ինչ-որ փորձառություն է ուզում սկսի,
Փորձնական մի բան պետք է սկսի, օքեյ, կարող է ես այդ մարդուն վանում եմ, կարող է իրա համար ես շատ եմ, կարող է ընդհանրապես այդ մոտեցումը իրանը չի։ Փորձնական երևի թե դեմքի յոգայի խմբակային դասերն են, որ ընդհանրապես հասկանա դա իր համար ա, իր համար չի։ Լավ, օքեյ, էս աղջիկը ինչ-որ բաներ ա խոսում, ինձ դուր ա գալիս ընդհանրապես իրա դաշտում գտնվելը, իրա ձայնը, շատ են, չէ՞, հարցերը։ Երևի խմբակային բաներից սկսելը, հետո ըստ ցանկության անհատական եւ այլն, բայց ասեմ, որ այդ առաջի retreat-ս, որ արեցի, շատ մարդիկ կային, որ բացարձակ ինձ չէին ճանաչում, բայց հիմա առօրյա շփման մի մասնիկներ են դարձել, այսինքն մի քիչ դժվար ա ասել, բայց եթե տենց այդ հարցին մոտենանք, հա, կարծում եմ երևի խմբակայիններից ճիշտ կլինի, թե այդ մարդը այդ դաշտում իրան ինչպես ա զգում, որովհետև էներգետիկ դաշտ ա, չէ, տարբեր ինչ-որ վիբրացիաներ են առաջանում, վանող, չվանող, քաշող, հա, երևի տենց ինչ-որ փորձաշրջան, տենց։ Հիմա մի հատ հետ գնանք նորից, որովհետև մեդիտացիաներից խոսեցինք, քո սովորություններից, բայց կուզենամ մի փոքր բնութագրես, օրինակ դու քո օրը ոնց ես սկսում։ Հա։ Ես վստահ եմ, որ առավոտյան շատ ինչ-որ ռիտուալներ ունես դու քո համար։ Կուզեմ մի փոքր պատմես դրա մասին, որովհետև գուցե օրինակ հետաքրքիր լինի, ես էլ ինչ-որ բաներ քեզնից վերցնեմ, ներմուծեմ իմ առօրյայի մեջ։ Հա, ինչ-որ այդ հարցին չպատասխանեցի ես։ Իմ ռուտինը ոնց ա սկսում։ Նախ ես փորձում եմ շուտ քնել։ Միշտ չի, որ դա ստացվում ա իհարկե, բայց ամեն դեպքում այդ մտքիս մեջ միշտ կա, որ գոնե 10:30 ես արդեն գտնվեմ անկողնու մեջ, հա։ Քնելուց առաջ ինտերնետ եւ այլ ամեն ինչ տոտալ ես անջատում եմ եւ հեռախոսը ինչքան հնարավոր ա հեռու եմ պահում ինձանից, արթնանում եմ հին դասական զարթուցիչի օգնությամբ, որ միանգամից հեռախոսի մեջ չմտնեմ։ Առավոտը չեմ սկսում հեռախոս scroll անելով, փորձում եմ ինձ մի քիչ ժամանակ տամ արթնանալ, արթնանում եմ ժամը 6-ի կողմերը երևի։ Առաջին բանը, որ անում եմ, դա գոլ ջուր խմելն ա, երբեմն լիմոնով, երբեմն չէ, բայց ես ընդհանրապես սառը ջուր չեմ խմում։ Ընկերներս գիտեն արդեն բոլորը, որ սառը ջուր ես ընդհանրապես չեմ խմում, գոլ ջուր եմ խմում։ Հետո ցնցուղն ա, որը որ միշտ ավարտվում ա շատ դիսկոմֆորտ սառը ցնցուղով։ Շատ մեծ փոփոխություններ ա դա տվել իմ կյանքում, ավելի էներգետիկ եմ ինձ զգում, ավելի պատրաստ օրվան։ Ցնցուղից հետո ես դեմքս եմ մերսում անպայման, երբեմն հասցնում եմ դեմքի յոգայի վարժություններ անել, երբեմն ոչ, եթե չեմ հասցնում, անպայման երեկոյան եմ անում, բայց պարտադիր օրվա ընթացքում ես 1 ժամ ինձ նվիրում եմ, այսինքն զբաղվում եմ միայն ինձանով, կլինի դա թե ֆիզիկական դրսևորում, թե կլինի ինչ-որ ոգեղեն պրակտիկաներ, բայց անպայման ես թե կլինի journaling գրել, գիրք կարդալ, բայց ինձ համար շատ պարտադիր ա, որպեսզի մի ժամ ես ինքս իմ հետ անցկացնեմ, լինի դա ներքին խնամք, թե արտաքին։ Այդպես սառը ցնցուղ եմ ընդունում, հետո դեմքի խնամք եմ անում, անպայման չոր խոզանակում եմ անում մարմնի, հետո շատ առողջարար նախաճաշ եմ անում։ Իմ համար նախաճաշը ինձ թվում ա օրվա ամենակարևոր սնունդն ա, շատ կարևոր ա նախաճաշը, որ լինի բալանսավորված, քաղցր չպարունակի, ավելի թթվային ա հիմնականում լինում նախաճաշս, պրոտեիններով լի, այդպես, իսկ ինչ-որ տենց հատուկ ռիտուալներ, հա, կա հատուկ ռիտուալ, ես սիրում եմ Բոբիկ այգում ման գալ։ Grounding ես անում։ Հա, շատ եմ սիրում Ոնց Բոբիկ։ կլինի հայերեն grounding։ Հողակցում, հա, Հողակցում, երևի, հա, այսինքն հա։ հողի հետ շփումը, Հողի մարմնի, հետ այսինքն շփումը, ոտքերի, հա, քարի հետ շփումը, սիրում եմ մի քիչ այդ դիսկոմֆորտը զգամ, ծակծկող, չգիտեմ, քարային տեքստուրա, ֆակտուրաները, այդ հողային, ցեխային, խոտային, այդ պահը ես առավոտյան շատ եմ սիրում, հա։
Եթե հակիրճ, տարբեր օրերում իհարկե իրանք փոփոխական են լինում, բայց այն ինչ որ նշեցի, իրանք միշտ կան։ Եվ վստահ եմ, որ երևի թե շատ ժամանակ քեզնից չեն վերցնում, Չբացարձակ։ դարձրել է երևի թե քո այսպես ատամներ լվանալու նման մի բան, որ ամեն օր անում ես, որտեվ կարծում եմ կա նաև սենց մոտեցում, որ օրինակ իմ ընկերներն են, որ իմանում են ես առավոտյան ինչեր եմ անում, ասում են երբ ես հասցնում աշխատես, ինչ որ օրվա մեջ ուրիշ բան հասցնում ես անես, ասում եմ, հա, որտեվ դա դարձել է այնքան, ես դա ձեռքի հետ եմ արդեն անում, դա դարձել է իմ համար այնքան իմ օրվա մի մաս, որ ես այլևս չեմ էլ մտածում, այդ նույն քո ասած առավոտվա լիմոնով ջուրը, ես չեմ մտածում դրա մասին, դա արդեն ուղղակի տեղի է ունենում։ Նույնը մնացած բաները, ես հիմա որ ասեցիր, պետքա նորից հետ բերեմ այդ սառը ցնցուղները, որովհետև ժամանակին անում էի, հետո սկսեցի չանել։ Ու նաև այդ չոր, այսինքն dry brushing-ը, որ նշեցիր, ինքը այտենց չոր բանով, խոզանակով մարմնի այսպես շոշափումներն է, էլի, չէ՞։ Հետաքրքիր է, շատ լավ։ Լուսինե ջան, մեկ էլ այսպես ավելի ամփոփող մի փոքր պատմես նրա մասին, թե եթե օրինակ մարդիկ հետաքրքրված են քեզ հետ աշխատելու, ինչպես կարող են քեզ գտնեն, ինչպես կապ հաստատեն։ Դու նշեցիր, որ կարող են, եթե օրինակ կա ցանկություն, հետաքրքրություն ծանոթանալու, հնարավոր է օրինակ ինչ որ ավելի փորձնական պայմաններում քեզ հետ խոսեն, տեսնեն ինչպես է, ինչ discovery call ունես, թե ինչ որ մի տեսակի կոնսուլտացիա ունես, որի ժամանակ կարող են քեզ հետ ծանոթանալ։ Տենց ինչ որ պաշտոնական discovery call-եր չունեմ, Instagram-ում ինձ հանգիստ կարող են գրել, ու հիմնականում կապնել այդպես է լինում, Instagram-ի միջոցով իմ edge-ին են գրում, ինձ թվում է հողումը վերջում, հա, mention-ով կանենք, գրում են, տարբեր իրանց հարցերն են ուղղում, շատ կարևոր է իրանց վերջնական նպատակի բացահայտումը, թե ինչի համար են իրանք դա ուզում անել։ Ըստ դրա արդեն մենք կարող ենք օրինակ անհատական ծրագիր կազմել, փորձնական որպես այդպիսին, ես դեռ այդպես practice չեմ ունեցել, միանգամից եկել են արդեն հիմնական ինչ որ ծառայություն, հա, ստանալու, լինի թե դեմքի յոգա, թե ռեյկի, թե մարմնի կամ մաշկի խնամք, բայց իհարկե կոնսուլտացիաներին ես միշտ բաց եմ, սիրով, որովհետև պետք է ծանոթանալ մարդու մաշկին, նախքան ինչ որ բան առաջարկելը, հա, Instagram-ով գրում են, պայմանավորվում ենք, լինում է դա թե online, թե offline, այսինքն բավականին ճկուն է ամեն ինչ։ Շատ լավ, շատ շնորհակալություն, անպայման կդնենք հղումները Instagram-ի, որ կարողանան քեզ գտնեն, մեկ էլ կա ինչ որ մի բան, որի մասին օրինակ կուզես խոսենք, որ չխոսեցինք։ Կարծում եմ, այո, ես կուզենայի, որպեսզի ներկա պահում գտնվելու այդ ոչ թե ռիտուալ ասեմ, թե գոնե մտքի մեջ զուտ միտք, հա, որ մարդկանց կարելի է տալ, որպեսզի փորձեն այն ինչ որ անում են իրենց առօրյայում, անեն գտնվելով ներկա, որովհետև դա շատ կարևոր է ու շատ հաճելի փոփոխություններ է սկսում հետո քո կյանքում նկատել, հա, ցանկացած աշխատանք, ցանկացած գործողություն, երբ որ անում ես, կենտրոնանաս միայն այդ գործողության վրա, լինի դա օրինակ նույն մեքենա քշելը, հա, չգիտեմ, զգաս քո տակ անիվները ոնց են պտտվում, ձեռքի այդ տակտիլ բաները, չգիտեմ, լույսերը, գիրք կարդալն է, գիրք կարդաս, ոչ թե համ գիրք կարդաս, համ կողքից հեռախոսով սկրոլ անես, Multitasking չանես։ Հա, կամ չգիտեմ, շփվում ես մարդու հետ, շփվի այդ մարդու հետ, ոչ թե 2 րոպե մեկ նայի հեռախոսի մեջ։ Բարկացնող է դա։ Դա շատ բարկացնող է եւ ինձ թվում է նաեւ մի փոքր անարգանքի ինչ որ բան կա, ներկա պահում գտնվելը շատ կարեւոր է։ Ու շատ մեծ դրական փոփոխություններ ենք մենք սկսում կատարել, դա գիտակից շնչառությունը կարծում եմ, շատ եմ նկատել անգամ դեմքի յոգայի, երբ որ այդ դասերը անում ենք, մարդիկ ուղղակի չեն շնչում։ Ես անդադ հիշացնում եմ, շնչեք։ Երևի թե դա
որի եթե ես ցանկանայի խոսալ, ու ամենակարևորը կարծում եմ բալանսավորված լինելը։ Շատ կարևոր է, որպեսզի մենք մեր մեջ ընդունենք մեր կանացի և տղամարդկային էներգիաները, որովհետև ինձ թվում է մարդկանց մեծամասնությունը դա պարզապես չգիտի։ Եթե մենք տեսնում ենք տղամարդ, մենք կարծում ենք վերջ, տղամարդ է, բայց մենք մոռանում ենք, որ իր մեջ կա և կանացի կողմ, և տղամարդկային կողմ։ Նույնն էլ մեր մեջ, տղամարդկային և այդ կանացի էներգիաների կարծում եմ փորձել բալանսավորված պահելը, ինձ թվում է դա շատ կարևոր է և բնության ռիթմերի հետ համահունչ ապրելը, կարծում եմ։ Երևի թե բնության մեջ շատ ժամանակ անցկացնելը, ինչը որ մեզ շատ պակասում է Այո, մենք հիմա շատ ենք ուրբանիզացվել։ Եվ այդ ռիթրիթները, որ կազմակերպում եմ, դա նաև էլի շատ կարևոր մաս է, որպեսզի մենք բնության մեջ գտնվենք և այն ինչ որ անում ենք, անենք բնության հետ միասին։ Շատ լավ։ Լուսինե ջան, հիմա չգիտեմ կողմ կլինես թե չէ սրան, նշեցիր, որ ռեյկին մենք կարողանում ենք անել թե մարդկանց, թե առարկաներին և ցանկացած ժամանակի մեջ։ Հիմա կարող ենք օրինակ այնպես անել, որ այդ ռեյկին ուղարկենք մարդկանց, ովքեր մեզ լսելու են։ Այո, կարծում եմ կարող ենք, բայց մի հատ այսպիսի ռեյկի մեջ սկզբունք կա։ Դու չես կարող անել ռեյկի առանց մարդու թույլտվության։ Հասկացա։ Դու պետք է մարդուց թույլտվություն ստանաս, որովհետև դա համ քո կարմային ավատ, համ դիմացինի։ Ոնց օրինակ պատկերացրա, դու հիվանդացել ես, բայց չես ուզում գնաս բժիշկի մոտ, բժիշկը գալիս է, սկսում է քեզ առանց քո ուզելու բուժել։ Պետք է դիմացինը պարտադիր իր համաձայնությունը տա նոր։ Եթե բոլորս մեզ լսողներ իրենց համաձայնությունը տան, սիրով իհարկե, ինչ չէ։ Լավ, մի հատ էլ մտածեմ, իսկ ինչ կարող ենք անել։ Այս process-ին կարող ենք ուղարկել ռեյկի, այսինքն մեր process-ին, մեր podcast-ին, հա։ Այո, մեր podcast-ին, հա, կարանք ուղարկենք ռեյկի։ Այո, գիտես, ռեյկի երբ որ ուղարկում ենք, չգիտեմ դու տեղյակ ես թե չէ, հատուկ սիմվոլներ կան ռեյկիի, մենք կարող ենք այդ սիմվոլները մտովի ուղարկել, կամ օրինակ սենց վիզուալ այդ ամեն ինչը կարանք անենք, հա։ Դե արի այդ դեպքում սկսենք։ Սկսենք։ Կենտրոնանանք մտովի այս process-ին, հա, որպեսզի ինքը համահունչ ընթանա, առանց բլոկների։ Կարող ենք փակել աչքերը, մի հատ կենտրոնանանք մեր շնչառության վրա, վիզուալացնենք այս process-ը։ Ես իմ գործն արեցի։ Всё։ Տեսնենք հիմա ինչ բաներ կզգանք, թե չենք զգա։ Իրանք կան, անկախ նրանից մենք զգում ենք, թե չէ։ Իրականում ռեյկին շատ հետաքրքիր է, ինքը կուտակային բնույթ ունի, ու երբեմն կախված է նաև մարդու փակ և բաց լինելուց։ Մարդ եթե շատ փակ է գալիս, երբեմն մի քիչ դժվար է, մի քանի սեանս է պետք, որպեսզի ինքը նաև իրան զգա հանգիստ և մի մթնոլորտում վստահության, հա, որտեղ ինքը կարա բացվի և ընդունի ռեյկին։ Դա էլ է կարևոր։ Շատ լավ, շատ հետաքրքիր էր։ Ինձ թվում է, որ շատ հետաքրքիր զրույց ունեցանք։ Ինձ որ շատ հետաքրքիր էր։
Շատ շնորհակալ եմ, Լուսինե ջան։ Ես էլ եմ շնորհակալ։ Հուսամ, որ մեզ կլսեն ու հետաքրքիր կլինի, ու եթե կլինեն ինչ-որ մեկնաբանություններ կամ փորձառություններ այն ամենի շուրջ, ինչի մասին խոսեցինք, մենք էլ կուզենանք լսենք։ Սիրով։ Ու վստահ եմ, որ Լուսինեն էլ ես էլ բաց եմ, որ մարդիկ գրեն, ծանոթանան եւ կապի մեջ լինենք բոլորս միասին։ Լուսինե ջան, քեզ հաջողություն եմ մաղթում քո բոլոր Շնորհակալ եմ։ գործերում։ Կարծում եմ, որ շատ մեծ աշխատանք ես տանում մեր հայկական իրականության մեջ եւ հուսով եմ, որ էլ ավելի կտարածվի եւ մարդիկ ավելի գիտակից կդառնան, կգան դեպի ավելի հոգեղեն ապրելակերպ իրենց առօրյայում եւ այս ամեն ինչը էլ ավելի մեծ տարածում կստանա ու կարծում եմ, որ մեր համագործակցությունն էլ կշարունակվի այլ ոլորտներում էլ եւ այլ ֆորմատներով էլ նույնպես։ Ես էլ եմ շնորհակալ Գրետա ջան ու շատ ողջունում եմ քո այս նախաձեռնությունը, podcast-ը։ Հուսամ հետաքրքիր մարդկանցով եւ զրույցներով լի կլինի։ Մերսի շատ։ Քեզ էլ։